Ապրիլի 19-ին Ուժեղ Հայաստան կուսակցությունը Արտաշատի օգոստոսի 23-ի փողոց 43 հասցեում բացել է իր տարածքային գրասենյակը։ Գրասենյակի պաշտոնական բացումից հետո կուսակցության անդամները բացմանը եկած արտաշատցիների հետ քայլերթ են կազմակերպել, Արտաշատի փողոցներով, շփվել քաղաքի բնակիչների հետ։ Իր ելույթում կուսակցության քաղաքորդի անդամ Նարեկ Կարապետյանը նշել է, որ հենց Արարատի մարզում վերջին 8 տարում աճել են հանցագործությունները, իսկ տնտեսությունը գրանցել հետաճ։ 35%-ով կրճատվել է ցանկատարածությունները, բոլոր համարյա ցանկատարածությունները բացի խաղողից եւ ծիրանից։ Երկու անգամ ցորենի ցանկատարածությունները 8 տարում կրճատվել են։ Առևտուրը 22 եւ 24 թվի համեմատ իջել է։ Մարզը թուլանում է։ Մարզում 9000 հեկտար ջրի պակասի պատճառով, մթերման պակասի պատճառով չի ցանվում։ Այգի չկա։ Մենք փոփոխությունը բերում ենք մարզի համար, որպիսի մարզում չլինի գետ 1 հեկտար, Հայաստանի ամենաբերի մարզում Արմավիրն ու Արարատը, մեր Արարատյան ընդհանուր հովիտը ամենաբերի հատվածն է։ Չլինի մի մետր, որ բերք չտա, որ չկերակրի ամբողջ տարածաշրջանը։ Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի աջակիցներ Տաշիր պիցցա ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին եւ Մայիս Բաղումյանին կալանավորելու միջնորդությունները։ Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Վահան Հովանիսյանը, իսկ 15 քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Միանշանակ մեր կողմից բոլոր տեսակցությունները ինչ որ սոցիալական ցանցերում կայքերում առկա են ներկայացվել են բոլոր դատավորների, այսպես ասած, սեղան են նաև այդ տեսագրությունները, ըստ որոնց որևիցե գործողություն ոչ իրավաչափ մեր վստահորդների կողմից չեն կատարվել ու ելի եմ կրկնում հենց նաև այդ հույսով, որ տեսագրությունը նայելուց դատավորներին պարզ կլինի, որ չկա նման բովանդակ առարկադարած անձինք։ Ապրիլի 17-ին հակակոռուպցիոն դատարանի մոտից ոստիկանները բերման էին ենթարկել Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի 17 աջակիցների։ Վաղինակ Ղազարյանը մեղադրվում էր խուլիգանության, իսկ Մասիս Բաղումյանը ոստիկանին դիմադրելու եւ խուլիգանության համար։ Ուժեղ Հայաստանը տեղի ունեցողը որակել է որպես քաղաքական հետապնդում եւ իշխանությունների խոճապի դրսեւորում։ Քաղաքացիական պայմանագրի հերթական ներկայացուցիչն է ներողություն խնդրել քաղաքացիների հասցեին հնչեցրած հայհոյանքների համար։ Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու Սարիկ Մինասյանը կիրակնօրյա ավտոերթի մասին Facebook-ում գրառում էր արել եւ քաղաքացիները կոշտ, բայց ոչ հայհոյախառն բառերով քննադատել էին իշխանության կազմակերպած ավտոերթը Երևանից Գյումրին։ Խիստ քննադատությանը ԿՊԱ-ական Սարիկ Մինասյանը պատասխանել էր հայհոյանքներով ու պահանջել մեկնաբանություն թողնողներից հեռախոսահամար, ըստ էության հանդիպելու հաշիվներ պարզելու համար։ Այսօր Մինասյանը Facebook-ի էջում գրել է, թե սխալ է թույլ տվել, որի համար ներողամտություն է հայցում։ Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից չի կարող այնպես լինել, որ մարդը կատարի օրենքով արգելված արարք, քրեական օրենսգրքով արգելված արարք եւ հղում անելով իր կրծքերին ասի ինձ չպետք է ինդուլգենցիա չեն կրծքերը չեն կարող լինել։ Անցած շաբաթ ԿՊԱ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էր թիրախավորել կրծքով կերակրող ընդդիմադիր կին գործչին, որին ձերբակալել, ապա ազատ էին արձակել։ Ջուլհակյանն իր արտահայտությունների համար նույնպես ներողություն էր խնդրել Facebook-ում։ Իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահումը։ Ուրիշ Սարգսյանն ասում էր թող բացաստիճան Պաշտոնյանն։ Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս դու չես ծառայել։ Ջուլհակյանից առաջ մեկ այլ ԿՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանն էր իր որդու բանակ չծառայելու փաստը պայմանավորել բարձրակարգ տղա լինելու հանգամանքով, ապա ներողություն խնդրել իր խոսքերի համար։ Միլիարդներ եք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բան չի եք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Քոչարյանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր Արցախից բռնի տեղահանված երիտասարդ կնոջ վրա մատ թափ տվել, բղավել նրա վրա, ապա ներողություն խնդրել։ Հարգելի Տիկին Մոսյան, ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում։ Մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ։ Մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։ Արթուր Աբրահամը սեփական միջոցներով ձեռք է բերել տարածքը եւ նվիրաբերել պետությանը։ Արդեն իսկ մեկնարկել են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ։ Կառուցվում է ժամանակակից մարզադպրոց։
15 տարի առաջ ես երազել էի այս հողերը գնել էի ես երազել էի որպեսզի սա կառուցեի, կողքը կառուցել եմ այգի եւ այստեղ այս հողը գնել եմ 16 տարի առաջ եւ նվիրել եմ մեր պետությանը որպեսզի այս հրաշալի շինությունը լինի ոչ թե իմ համար, այլ մեր ժողովրդի համար, որ մեր մայրերը, քույրերը, եղբայրները, որտեղ հնարավորություն չունեն ամեն անգամ գնալ քաղաք, գալ, իրենց երեխաներին տանել, բերել, բայց հիմա հնարավորություն են այստեղ մարզվելու եւ ամենակարևորը առողջ մարզվելու։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ ես պարտավորվում եմ, նորից պարտավորվում եմ իմ Գերմանիայի փորձը տալ մեր սերունդին, որպեսզի մեր սերունդը գերմանական համակարգով առաջ գնա, դիսցիպլինայով, ուժեղ պարապմունքներով, ոնց որ իմ մարզիչն է ինձ այդպես սովորացել, ես իմ փորձը կտամ մեր հաջորդ սերունդին։ Միայն շինարարական աշխատանքների համար ծախսվել է 2 միլիարդ 289 միլիոն դրամ, որը ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Նախագծի նպատակն է զարգացնել մանկապատանեկան սպորտը եւ ստեղծել լավագույն պայմանները ապագա չեմպիոնների համար։ Միջոցառման ընթացքում Արթուր Աբրահամն իր ստորագրությամբ նվերներ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դուխի, չեկնեք, բոքսի դուխի Արթուր Աբրահամի կողմից կարող է ձեզ Իրանում 2 մարդ մահապատժի է ենթարկվել։ Նրանք մեղադրվում են իսրայելական Մոսադ հետախուզական ծառայության հետ համագործակցելու եւ երկրի ներսում հարձակումներ պլանավորելու համար։ Ըստ իրանական լրատվամիջոցների հանցագործները ընդգրկվել են լրտեսական ցանցում եւ հատուկ վերապատրաստում են անցել արտերկրում, այդ թվում Իրաքի Քուրդիստանում։ Միևնույն ժամանակ սկանդալային միջադեպ է գրանցվել հարավային Լիբանանում, որտեղ իսրայելցի զինվորը նկարահանել է, թե ինչպես է ոչնչացնում Հիսուս Քրիստոսի արձանը։ Տեսանյութը մեծ արձագանք է ստացել, ինչից հետո իսրայելական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ տեղի ունեցած այս դեպքը կենթարկվի մանրամասն եւ համապարփակ հետաքննության։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են կրակ բացել իրանական դրոշի ներքո նավարկող Տոուսկա բեռնատար նավի ուղղությամբ։ Վերջինս ըստ հրամանատարության փորձել է անցնել այս պահին ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Դոնալդ Թրամփն էլ այս մասին բուռն հայտարարել է, թե իր զինվորականները Օմանի ծոցում ծավթել են իրանական բեռնատար նավ։ Այն ըստ ԱՄՆ նախագահի փորձել է դուրս գալ ծովային շրջափակումից, բայց չի հաջողվել։ Թեհրանը ներկայումս չունի Վաշինգտոնի հետ ապագա բանակցություններին մասնակցելու ծրագրեր, այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Մինչ Դոնալդ Թրամփը պատրաստվում է բանակցությունների ու ընտրում թե ով է մասնակցելու, Իրանն այսպիսի կտրուկ հայտարարությամբ է հանդես գալիս։ Ապրիլի 19-ի երեկոյան ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե իր պատվիրակությունը փոխնախագահ Ջեյդի Վենսի գլխավորությամբ կմեկնի Իսլամաբադ, վերսկսելու Իրանի հետ ձախողված բանակցությունները։ Իդեպ, մինչ բանակցությունների մասին խոսել է Թրամփը ուղղակի դիմել էր Իրանի վերնախավին եւ կարելի ասել հրամայել դուրս բերել երկրից հարստացված ուրանը, ինչպես նաև հրաժարվել միջուկային ծրագրից։ Սա բարկացրել էր Իսլամական Հանրապետության իշխանությանը ու կարծես թե վերացրել բանակցություններ վարելու ցանկությունը։ Կիևը Անկարային խնդրել է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպման հարցը, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Նա նաեւ հատուկ նշել է, որ հանդիպմանը հնարավորության դեպքում մասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդան հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել եւ աջակցել ինչպես տեխնիկական, այնպես էլ ղեկավարության մակարդակով։ ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում տղամարդը սպանել է 8 երեխայի, որոնցից 7-ը իր սեփական զավակներն են եղել։ 1-ից 14 տարեկան երեխաները գտնվել են նույն տանը։ Միջադեպի ժամանակ մի երեխայի է հաջողվել փրկվել։ Նա տանիքից ցատկել է։ Ծանր վիրավորվել է նաև 2 կին, այդ թվում երեխաների մայրը։ Դեպքի նախնական դրդապատճառը ընտանեկան վեճն է։ Տղամարդն ու կինը ամուսնալուծության փուլում են եղել եւ հաջորդ օրը պետք է ներկայանային դատարան։ Կրակոցներից հետո կասկածյալը փորձել է փախչել գողացված մեքենայով, սակայն ոստիկանները հետապնդել եւ սպանել են նրան փոխհրաձգության ժամանակ։ 2024 թվականից ի վեր սա ԱՄՆ-ում տեղի ունեցած ամենաշատ զոհերով զանգվածային հրաձգությունն է։
ԱՄՆ-ի Վիսկոնսին, Իլինոյս եւ Մինեսոտա նահանգներում մոլեգնած ուժեղ փոթորիկն ու քամիները զգալի ավերածություններ են պատճառել։ Բնական աղետի հետևանքով բազմաթիվ տներ վնասվել են, քամին պոկել է տանիքները, իսկ ճանապարհները դարձել են անանցանելի։ Վիսկոնսինում բնակիչների մի մասը նույնիսկ մնացել է արգելափակված տների նկուղներում, իսկ Մինեսոտայում վնասվել է առնվազն 30 տուն։ Իշխանությունները զգուշացրել են, որ հատկապես գյուղական բնակավայրերում վերականգնողական աշխատանքները երկար ժամանակ կպահանջեն։